Սովետական Հայաստանի կոմունիստական կուսակցության և կառավարության ղեկավարները պսակ են դնում անմահ Լենինի հուշարձանին։ Անմահ ես, աշխարհով մեկ մահվան ճամփեքն ես փակել, ու քեզ, որպես վաղվա պահակ, հավերժությունն է կանգնել, քո ծնունդով աշխարհ բերիր խաղաղության լույս հոգին, քո անվան մեջ ճախրում է միշտ խաղաղության աղավնին։ Ուշադրություն, ուշադրություն։ Էրեբունի Երևան ավանդական տոնահանդեսը սկսվում է հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլիչ Լենինի անունը կրող հրապարակում։ Այստեղ կվարվի Լենինյան գաղափարներին, կուսակցության մեծ գործին, հայ ժողովրդի նվիրվածության խորհրդանիշ ջահը։ Սոցիալիստական հեղափոխության և հայրենական պատերազմի վետերանները հրապարակ են բերում հայ ժողովրդի ազատությունն ու սոցիալական վերածնունդը խորհրդանշող գրակը։ Ջահը հեղափոխության վետերաններից ընդունում են Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիները։ Կուսակցությունը մրիկ է միասնական, մամլված բարակ ու մեղմ ձայներից, նրանից պայթում են ամրոցները թշնամական, ինչպես թմբկաթաղանթը հրանոթային համազարգից։ Կուսակցությունը ձեռք է միլիոն մատնանի սեղմված կործանիչ մի բռունցքի մեջ, կուսակցությունը ողնաշարն է բանվոր դասակարգի, կուսակցությունը մեր գործի անմահությունն է։ Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում առաջին անգամ ձեռք բերեց սոցիալական և ազգային ազատագրության և խաղաղ աշխատանքի հնարավորություն։ Ռուս մեծ ժողովրդի օգնությամբ բազմազգ սովետական պետության ընտանիքում պատմական կարճատև ժամանակաընթացքում դարձավ հզոր ինդուստրիայի, զարգացած գյուղատնտեսության, ծաղկող գիտության և բարձր կուլտուրայի հանրապետություն։ Հայ ժողովրդի համար չկա ավելի մեծ ու ավելի սիրելի անուն, քան Լենինի անունը։ Եվ այսօր իր շնշող ապագան կերտող երախտապարտ հայ ժողովուրդը, խորապես գիտակցելով, որ իր բոլոր հաղթանակներն ու մեծագործությունները ձեռք են բերվել կոմունիստական կուսակցության փորձված ղեկավարության Լենինյան իմաստուն գաղափարների շնորհիվ, քեզ մեծ առաջնորդ երդվում է հավերժ հավատարիմ մնալ կոմունիստական գաղափարներին, Լենինյան դրոշի ներքո կուսակցության ղեկավարությամբ անձնուրաց պայքարել կոմունիստական շինարարության վեհապանց պլանները կենսագործելու համար, արժանի ավանդ ներդնել մեր մեծ հայրենիքի հզորության, հետագա համակողմանի ծաղկման ու ամրապնդման գործում։ Լենինի անվան հրապարակ, հարազատ անուն ամեն մի հայի համար։ Այստեղ մեր քաղաքը նշել է իր պատմության բոլոր մեծ նվաճումները։ Այստեղով են խրոխտ շարքերով անցել առաջին հնգամյակների հերոսները։ Այստեղից են մեծ հայրենականի ռազմաճակատները մեկնել հայ ժողովրդի փառաբան զավակները։ Եվ խորհրդանշական է, որ հայ ժողովուրդը Լենինի հրապարակում է մեծարում իր պատվավոր քաղաքացիներին։ Սիլվա Բարոնակի Կապուտիկյան, բանաստեղծ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Գրիգոր Սեպուհի Խանջյան, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՍՍՀՄ և հայկական ՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Միխայիլ Ալեքսանդրովիչ Դուդին, ՍՍՀՄ գրողների միության քարտուղար, սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։
Հովիկ Հովանեսի Աբրահամյան, Երևան շինմոնտաժային արտադրական միավորման բրիգադավար, ՍՍՍ Գերագույն սովետի դեպուտատ, Արման Թակվորի Կուչուկյան, տեխնիկական գիտությունների դոկտոր, Լենինյան մրցանակի դափնեկիր։ Այսօր Էրեբունի Երևան տոնահանդեսի օրը Երևանի բոլոր շրջաններում կազմակերպված հանդիսությունների ջահերը կվառվեն այս վաղ կրակից։ Խալվյան մեծությամբ Արգիշտի արքան կառուցեց այստեղ Բերդն այս հոյակապ և Էրեբունի անունով կոչեց իբարս համայն վայնա երկրի իսասապ նրա բոլոր թշնամյաց Արարատ յառն էր հսկումի կանգնել այդ վսեմ պահին և պատմությունն էր հսկումի կանգնել և ծուխը, Էրեբունիի ծուխը ծիրանի ձգվում էր արդեն դեպի դարերը, հողմերի միջով ձգվում էր արդեն դեպի հավերժը, դեպի երկինքը նոր Երևանի։ Մենք կայինք նաև նրանցից առաջ և դարեր առաջ, հենց այսպես էինք մենք ապրում այն ժամ, և այդ պահին էր, որ աշխարհ եկավ նա, այր մի Մեսրոպ Մաշտոց անունով, ծնվեց, որ ծնենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք։ Եվ հիմա արդեն այդ մեզ չեն պեղում, այլ մենք ենք պեղում, այդ մեզ չեն հիշում, այլ մենք ենք հիշում, մեզ չեն վկայում, մենք ենք վկայում, հասնելով ուրիշ ժամանակների, երբ մենք տառապած միշտ քանակներից հպարտ ենք արդեն մեր նոր որակով, մենք բռնադատված արբանյակության հպարտ ենք հիմա այն արբանյակով, որի ծիրի մեջ կա և վասկը մեր, և հպարտ նաև հրթիռով այն նոր, որի թիրի մեջ կա հրաշքը մեր։